Իմի տարօրինակ բանից եմ ուզում սկսեմ իմ պատգամը, մինչև վերնագիրս կասեմ։ Մի օր մեր եղբայրներից մեկն եկավ, ասեց. Հակոբ եղբայր, ես sense բան չեմ տեսել։ Ասում եմ, ի՞նչ ա պատահել։ Ասեց, ուրեմն մեր խմբում մի հատ քույրիկ շատ ակտիվ, ասեց, ну, չասեմ խմբավարի անունը, շատ հնարավոր է ծանոթ լինեք, բայց վերցնենք Վազգեն։ Ասեց, Վազգեն եղբայր, գիտես ամուսինս որ խմում է, ընենց է Մարգարյանում։ Ու տեղից ես մի քիչ լուրջ մտածել, բայց իրոք բանից իհարկե ես հասկանում եմ, որ այդ մարգարեությունը ճակերտների մեջ է, այդ կնոջ վստահությունը, այդ քուրիկի վստահությունը, այդ էլ պատճառ եղավ, որ այս պատգամի վրա մի քիչ լուրջ աշխատեմ, որովհետև հասկանում եմ, որ ցավոք սրտի քրիստոնեության մեջ էլ, քրիստոնյաների մեջ էլ կարող է լինել այսպես կոչված քրիստոնեական կյանք ինքնախաբեությունով։ Դրա համար այսօրվա իմ կարելի ասել կարճ խոսքիս վերնագիրն է ինքնախաբեություն։ Մինչև որ կկարդանք Աստծո խոսքից մի քանի համարներ, սիրելիներ, թույլ տվեք մի փոքր ձևակերպում տամ, թե ինչ է ինքնախաբեությունը եւ արդյոք հնարավոր է այդ ինքնախաբեությունը լինի մեր մեջ, իմ մեջ, ինչ որ մեկի մեջ, ինչ որ մեկի մոտ, եւ մենք պետքա շատ զգուշ լինենք, որովհետեւ կարծում եմ ամենավատ բաներից մեկը, որ կարող է լինել կամ եղել է մեզ հետ, երբ որ մենք անցել ենք մի որոշ ճանապարհ, ետ ենք դարձել, նայել ենք այդ ճանապարհին, հասկացել ենք, որ բայց բաներ կա, մենք մեզ խաբելով ուղղակի անցել ենք այդ ճանապարհը, այդ ժամանակ կարծես թե իմաստ է ունեցել մեզ համար, հետո պարզվել է, որ ոչ թե իմաստ է ունեցել, որովհետև իմաստով է եղել, այլ մենք ենք ինչ-որ մի իմաստ տվել դրան, եւ պարզվել է, որ մենք ինքներս խաբել ենք։ Դա այդքան էլ իմաստավոր բան չի եղել մեզ համար։ Ինքնախաբեությունը դա մարդու կյանքի այն պահն է, թույլ տվեք այս ձևակերպումը կարդանք, հետո Աստծո խոսքից սկսենք ուսումնասիրել, երբ ինքը իրեն գիտակցաբար, մարդը ինքը իրեն գիտակցաբար կամ էլ անգիտակցաբար, չգիտեմ, կարող է մարդը անկեղծ մոլորվել, համոզում է ինքն իրեն սուտ բաներով, միայն թե ճշմարտությանը չհնազանդվի, հանկարծ ճշմարտությանը չհնազանդվի։ Եվ թույլ տվեք մի անհայտ հեղինակի կարճ գրառում կարդամ ձեզ համար, ասում է ինքնախաբեությունը դա մի հոգեբանական երևույթ է, երբ մարդը խաբում է ինքն իրեն, ներշնչելով իր մեջ մտքեր, համոզմունքներ, վստահություն, որն էլ չի համապատասխանում իրականությանը։ Ես չգիտեմ դուք ուշադրություն դարձրել եք թե չէ, մեզ թվում է, որ շատ բաներում եթե մենք մեզ խաբենք, կարող ենք հեշտ անցնել ճանապարհը։ Բայց իրականում սիրելիներս մենք որպես քրիստոնյաներ, որպես Աստծո մարդիկ, որպես Աստծո ժողովուրդ, մենք պետք է չվախենանք իրականության ուղիղ աչքերով նայել։ Ովքեր են շատ ժամանակ ինքնախաբեությունով ապրում, նրանք ովքեր որ իրականությանը վախենում են նայել, որովհետև վստահություն չունեն Աստծո նկատմամբ։ Աստծո նկատմամբ վստահություն ունեցող մարդիկ չեն վախենում իրականությանը նայել ուղիղ աչքերով։ Եվ սա շատ կարևոր է։ Շատ ժամանակ մենք ինքներս մեզ փորձում ենք խաբել, որովհետև մեր ներսում վախ կա։ Մենք վախենում ենք ինչ-որ մի բանից եւ փորձում ենք այդ վախը խլացնելու համար մենք ինքներս մեզ խաբել, բայց ինքնախաբեությունով մենք երկար ճանապարհ չենք գնա սիրելիներս։ Մեզ պետք է կարողանալ ուղիղ աչքերով նայել։ Տեսեք, ես չգիտեմ դուք ինչ կարծիքներ ունեք, իհարկե կան առողջ կարծիքներ, տարբեր մոտեցումներ։ Ծննդոց գրքում կատարված իրադարձությունը, երբ որ Սատանան փորձեց մոտենալ եւ սկսեց խոսել Եվայի հետ, տեսեք ինչ արեց, նրա խոսելուց հետո գրված է, որ պտուղը հաճելի էր Եվային ուտելու համար, հաճելի դարձավ։ Այսինքն ինչ-որ մի բան տեղ, մինչև այդ զգացողություն ինքը չուներ։ Եվ կարող եմ ասել, որ ինքնախաբեության ետևում լուրջ բաներ կա կանգնած, եւ մենք պետք է շատ զգուշ լինենք սիրելիներս։ Իրատեսական լինելը շատ լավ բան է։ Եվ մենք չպիտի խուսափենք դրանից, եւ թույլ տվեք նորից հիշեցնել, որ ամենամեծ դժվարություններից, որից էլ ծնվում է ինքնախաբեությունը, երբ մարդուն թվում է, որ Աստծո ասածը
բավական չէ։ Մի բան էլ պիտի ես իմանամ, որ ես ամբողջ պատկերացումը կյանքի ապրելու, ճանապարհն անցնելու հասկանամ։ Սիրելիներիս, մենք պիտի այստեղ շատ զգույշ լինենք։ Եվ որպեսզի շատ չերկարացնեմ այս նախաբանի վրա կանգնելու համար, ես ուզում եմ միանգամից անդրադառնանք, թե ինչով են այսօր հոգևորները իրենց խաբում, ինչպիսի ինքնախաբեություն կարող է լինել։ Առաջին բանը, որի վրա ես ուզում եմ ուշադրություն դարձնել, ես կարծում եմ խոսքը կլինի, հա, այստեղ, թե ես կլինի խոսքը։ Կլինի, օքեյ։ Առաջին բաներից մեկը, երբ որ քրիստոնյաները իրենց խաբում են, սա է։ Երբ մարդը իրեն կրոնասեր է համարում, բայց իր լեզուն սանձել չգիտի։ Սա քրիստոնյաների առաջի ինքնախաբեության ձևերից մեկն է։ Եկեք կարդանք միասին Հակոբոս գրքի առաջի գլուխ 26-ից 27 համարներում եւ եկեք միասին նայենք, տեսնենք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Լավ, ես երևի պետք է բացեմ։ Բացված, այո։ Տեսեք, սիրելիներս, ինչ ասում։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնասեր է, իմիջիալոց ուլտրա խարիզմատիկական շարժը, կրոն բառը շատ է փչացրել բոլորի մոտ տպավորությունը, որ կրոնը շատ վատ բան է, բայց իմիջիալոց Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ կրոնասեր լինելը վատ բան չէ։ Իմիջիալոց ես կրոնասեր եմ։ Չէ, այդ են փարիսեացիական կրոնավորության մասին չի խոսքը։ Սա առողջ կրոնի մասին է խոսքը։ Եվ ասում է, եթե մեկը կարծում է, թե ինքը կրոնասեր է, եւ իր լեզուն չի սանձում, Սուրբ Գիրքն ասում է, այլ իր սիրտը խաբում է, այնպիսի մարդու կրոնասիրությունը զուր է։ Մենք պիտի այստեղ կանգ առնենք եւ մտածենք, ինքնախաբեություններից մեկը, երբ որ ես իմ լեզուն սանձել չգիտեմ։ Քույրեր եղբայրներ, կներեք, ես գիտեմ, որ դուք այստեղ 1000 անգամ կարդացել եք, միգուցե ինձանից շատ եք կարդացել եւ լավ եք արել, տենց էլ պիտի լինի, բայց մեր քրիստոնեության արժեքը նրանում է, որ մեր լեզուն ինքը կներեք, ես միգուցե այդ բառը սուրբ լեզու է, կարող է այդ բառը մի քիչ ռուսերեն են փորձում հիմա ձևակերպել մտքերս հայերեն եւ մեր լեզուն պետք է աստվածաշնչյան լեզու լինի, Աստծո խոսքը արտաբերող լեզու, այս լեզուն շատ կարևոր է։ Մենք չենք կարող մենք շատ ուժեղ քրիստոնեություն ունենալ, եթե մենք մեր լեզվի վրա աշխատանք չենք տանում։ Առաջի բաներից մեկը, երբ որ մեր կյանքը դառնում է զուր, մեր քրիստոնեությունը դառնում է զուր, մենք զբաղվում ենք ինքնախաբեությունով, երբ որ մենք կրոնասեր ենք, բայց մեր լեզուն սանձել չգիտենք։ Ով գիտի, սիրելիներս, մենք մեր տունը ով ենք, բացի մեզանից։ Ով գիտի մենք մեր տունը ով ենք, բացի իմ կնոջից։ Գիտեք, իմ քրիստոնեության մասին իմ կնոջից լավ իմացող չկա։ Ես ինչպիսին եմ, ինչպիսի կրոնասեր եմ, այ իմ կինը շատ լավ գիտի դրա մասին, իմ երեխաները շատ լավ գիտեն դրա մասին։ Եվ իզուր չէ, որ Սուրբ Գիրքն ասում է, որ ընտանիքից, ընտանիքը ցուցանիշ է, այնտեղ ինչ որ կատարվում է, հենց դա էլ խոսում է իմ թույլ տվեք կրկնեմ այս բառը, որ գրված է կրոնասիրության մասին։ Եթե ոչ, ես ինքնախաբեությունով եմ ապրում, իմ քրիստոնեությունը ունի զուր բան։ Երկրորդ բանը, որի վրա ուզում եմ ուշադրություն դարձնենք, սա է։ Դե, քանի որ այսօր սերտողության օր է, դրա համար ես այս բաների վրա շատ դանդաղ միասին նայում ենք, կարծում եմ ձեր դուրը կգա։ Երբ մարդը լսող է Աստծո խոսքը, բայց ոչ կատարող, ինչքան հասարակ է, ինչքան շատ են կարդացել, ինչպես մեր շատ սիրելի Ռաֆայել եղբայրն ասում է, ժամանակին մենք աստվածապաշտ էինք, այդքան աստվածաբան չէինք, բայց չգիտես ինչու հենց դարձանք աստվածաբան, աստվածապաշտությունը մի քիչ մեկ այլ ուրիշ ձև ընդունեց։ Մենք կարիք ունենք, սիրելիներս, որ տեսնենք Աստծո խոսքը ի կատար ածվում է մեր ապրած կյանքով, թե ոչ։ Որովհետև արդյունքը միայն այդ դեպքում է լինում, սիրելիներս։ Հաջորդ բանը, որի վրա ես պիտի ուշադրություն դարձնեմ, սա է, երբ մենք մեր մեղքը չենք ճանաչում, երբ մենք մեղքը չենք գիտակցում եւ գործած մեղքին տալիս ենք այլ անուններ եւ ձևակերպումներ։ Սա էլ է ինքնախաբեություն։ Օրինակ, ես չգիտեմ Հայաստանում այդ
երևույթը կա թե ոչ, Ռուսաստանում ինչ որ մի հատ կապ կա, այսպես կոչված ամուսնական, կոչվում է гражданский брак։ Ոնց են ասում դե, гражданский брак։ Մենք гражданский брак-ի մեջ ենք, այսինքն փորձում ենք անուններ տալ մեղքերին, որ ինչ անենք, մեզ խաբենք, որ դա մեղք չի։ Օրինակ այդ քույրիկի հրաշալի պատմությունը, մարդս որ լավ խմում է, շատ ուժեղ Մարգարյանում է։ Ոտ այդ Մարգարյանալ, այդ հոգևոր ֆոնը, այդ տեսք տալը, այդ ասույթը, որ ծածկի ինչ է, այն ինչ որ ես սիրում եմ, բայց դա Աստծուն հաճելի չէ։ Քույրեր եղբայրներ, սա անհաճելի է եւ ինքնախաբեություն է։ Նայեք առաջի Հովանու թուղթ 1:8-ում, եթե կարող եք բացել, սիրելիներ, եկեք միասին կարդանք։ Առաջի Հովանես 1:8-ում, եթե ասենք թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում։ Մենք մեր անձերը խաբում ենք։ Մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ, երբ որ ես իմ սեփական մեղքը ոչ միայն չեմ գիտակցում, այլ փորձում եմ դա դնել ինչ որ մեկի վրա։ Ուրեմն քույրեր եղբայրներ, ինքնախաբեություններից մեկը նա է, երբ որ մենք չենք գիտակցում կամ էլ գիտակցած ժամանակ փորձում ենք այն ծածկել տարբեր անուններով։ Ոչինչ, դե հիմա բոլորն էլ անում են, հո դա մեղք չի։ Հաջորդը ինքնախաբեություն է, երբ մարդը իր աչքին իմաստուն է երևում։ Ինքնախաբեություն է։ Տեսեք, ես ուզում եմ կարդամ Առակաց, լավ չէ, Եսայա 5:11-ը կարդա ներողություն, 21-ը, եկեք կարդանք Եսայա 5:21-ը եւ տեսնենք թե ինչ ասում Աստծո խոսքը։ Ես այսօր թեզերով եմ խոսելու, կարծում եմ թեզերով ավելի լավ միտք կառնենք իրար հետ։ Վայ նրանց, որ իրենց աչքին իմաստուն են եւ իրենց առաջ գիտուն են։ Իրենք ամեն ինչ գիտեն։ Եվ ես նկատել եմ եկեղեցին էլ ապրում է ճգնաժամը, քանի որ մենք հիմա ապրում ենք ինտերնետային դարաշրջանում, մենք ապրում ենք մի հետաքրքիր ժամանակաշրջանում, սիրելիներ, որ կարծես թե ինֆորմացիան հասանելի է բոլորին, բայց ես ձեզ ասեմ, ինֆորմացիան իմաստություն չէ։ Չի կարող տեղեկությունը մեզ համար իմաստություն դառնալ, որովհետև նախ Սուրբ Գիրքն ասում է, որ իմաստությունը նա է, Աստծո իմաստությունը նա է, նրանից է բխում իմաստությունը, սա գիտեք ինչ է նշանակում, որ մենք անընդհատ պիտի մեր կախվածությունը զգանք նրանից եւ մյուս կողմից էլ պիտի հասկանանք, որ նա, կներեք սիրելիներս, ես պիտի հիմա շեշտադրություն դարձնեմ, տեսեք ինչի վրա, որ նա իր ժողովրդին կերակրում է իր եկեղեցու միջոցով։ Իր եկեղեցու, ինչ էլ ես իմանամ, ես չեմ կարող իմանալ այն ինչ որ Աստված կարող է տալ եկեղեցու միջոցով ինձ։ Եթե ոչ, ես կսկսեմ ինքնախաբեություն, ես գիտեմ, ես դա լավ գիտեմ։ Հիշում եք, երբ որ Իսրայելը պետք է գնար գերության մեջ, մի խումբ ժողովուրդ կային, մարգարեն աղոթք էր անում, Տերը նախորդ զգուշացրեց, ասեց նա, եսա մարդիկ են գալու, հարցնելու են քեզանից, ասելու են, ասա, ինչ է ասում Տերը։ Բայց նրանք հարցնելուց հետո անելու են այն, ինչ որ իրենք ուզում են անել։ Եկան հարցրեցին, մարգարեն ասեց, դուք պիտի գնաք, լավ կլինի հնազանդենք, հիմա շատ չխորանամ այդ կողմինը, դուք կարդացել եք, գիտեք, լսելուց հետո նրանք ասեցին, մենք Բաբելոն չենք գնալու։ Հետաքրքիր է, ինչ ես անում դու այստեղ լսածի հետ։ Եվ շատ ժամանակ այստեղ լսածի հետ ես չեմ կարողանում անել այն ինչ որ պետք է, որովհետև իմ մեջ մի բան է ձևավորված։ Ես դա գիտեմ։ Օրինակ, ես վստահ եմ իմ այն ինչ որ ես կարդում եմ ձեզ համար, դուք դա գիտեք։ Դուք գիտեք, շատ լավ գիտեք։ Եվ կարող եք շատ կարծիքներ ունենաք, կարող եք դուք ձեր անձնական հայտնություններ ունենաք, փառք Աստծուն դրա համար։ Բայց հավատացեք, սիրելիներս, մենք միշտ նրա ճշմարտության առաջ պիտի խոնարհ սիրտ ունենանք։ Տեր, ուրեմն դու ինչ որ կարևոր բան ես նորից ինձ ուզում հիշեցնես։ Ինչ
քո աչքին շատ իմաստուն մի եղիր։ Դու դեռ ամեն ինչ չէ, որ լավ գիտես։ Ես դեռ ամեն ինչ չէ, որ լավ գիտեմ։ Իմ շատ հաճախ իմ փոքր աղջկա հետ ես գիտեմ, մեկ էլ հանկարծ գնում է մանավանդ հիմա որ կներեք մի քիչ շատ անձնական է, տունը շինարարություն ենք անում, ինչ որ բան ենք, մեկ էլ կտենաս մի հատ խնդրի մեջ ընկա, ոտքը խփեց, ասում եմ բալա ջան, բա որ ես քեզ ասեցի մի անի, չէ, ես գիտեմ, գիտեք, սա շատ վատ հոգեբանություն է, եւ մենք պիտի զգուշ լինենք, ոչ թե ես գիտեմ, Տեր, ես միշտ կարիք ունեմ։ Ես միշտ կարիք ունեմ։ Առակաց գրքի միասին նայենք այդ տեղն էլ 26:12-ը միասին նայենք այդ տեղը։ Ասում է, տեսել ես մեկը ինքն իրեն աչքին իմաստուն երևացող։ Ոտ մնացածը դուք եք տեսնում։ Իմ դուրը գալիս է Աստծո սարկազմը լավ իմաստով, որի միջոցով ինքը մատնացույց է անում բաներ, որ մենք իրականում դրա կարիքն ունենք, ասում է, տեսել ես մեկին, որ իր աչքին շատ իմաստուն է, հիմարիցը ավելի հույս կա, ճիշտ եմ ասում, ավելի հույս կա, քան թե նրանից, դուք տեսեք սիրելիներս, ինքը իր աչքին գիտուն կարծող ինչքան ցածր վիճակի մեջ է գտնվում, շատ ցածր, թերևս, եթե մի քիչ պարզամիտ լինեմ, ուշադրի լսեմ, կասեմ, այ մարդ, այս ինչ գիգանտ է ինքը, հələ տես ինչեր գիտի, պիտի ասեմ, ես առաջի անգամ որոշեցի մեքենայով գալ Հայաստան, ընտանիքս միշտ ասում էր Հակոբ ջան, մի օր գնանք մեքենայով, գնանք, հանգստանանք, լավ ժամանակ ունենանք, հետաքրքիր կլինի այդ ճանապարհը, որտեղ անընդհատ ինքնաթիռով են գնում գալիս, նստեցի մեքենան, դերող կլինի եղբայրս, վերջի մեծ եմ ինքը խելոք մնա, ես պիտի ասեմ, եւ եկանք հասանք ճանապարհ են գալիս, դե իբր թե ինձ պատվում էին հովիվ եմ, դու մի քշի, դու նստի մեր կողքը հանգիստ քնի, դու էսա պիտի գնաս ծառայես դեռ որ հասանք տեղ դու սկի չես էլ հասցնելու քնես, քնի։ Սիրելիներս, ես բացեցի նավիգացիան, որովհետև ինտերնետի խնդիր ունեինք եւ նավիգացիայով գծել տվեցի ճանապարհը, որ գանք հասնենք Երևան։ Այս մեր եղբայրներից մեկը ով վարում էր, ասի նու անունի չասեմ, վերցնենք Աշոտ, լավ, այսօր անունները սենց եմ ասում, ասի ախպերս, էսի նավիգացիան է, խնդրում եմ, ուշադրիր նայի, ու քունս տարավ, աչքս կպավ, բայց հիշում եմ, չեմ մոռացել, հեռախոսը ձեռքս այսպես պահել եմ, նու այս ձևով չէ, սենց, այսպես պահել եմ ու հասկացա, որ աչքս կպել է, բայց չգիտես ինչու, սենց հեռախոսը մինչև երկար ժամանակ մնացել էր ձեռքս, մեկ էլ ախպերս անջատ այդ հեռախոսը ես լավ գիտեմ, կնոջս հետ այս տեղերով անցել ենք, հիշում եք, չէ, այդ մենք ենք մեր սարերը, այս տեղով անցել ենք, կռվել ենք, սենց, ես գիտեմ, ասի լավ, համենայն դեպս պահեմ, էլի, սենց, պահեմ դու նայ, այ մարդ անջա ունենց շատ սենց հրամայական տոնով, անջատի, ոտ քիչ էր մնում ասեր, անջատի Հիսուսյանունով եմ ասում, անջատի, ախպեր ասում եմ, նայ, դե որ չլսեց, ես տես պահեցի, ասել լավ ինչքան կնայի, եկանք, հասել ենք ինչ-որ միտեղ են թունդ մթության ժամանակ են, որ ժամը 4-ի կողմերն ամեն ինչ, մութա, մեքենա չկա, լսում եմ ախպերս հետևից գոռում է, կանգնի, մսկիթներ եմ տենում, կանգնի, այդ տղա մի քշեն էլ դից ասում սուզ մնա ճիշտ են գնում, ես իմ կնոջ հետ ստեղով անցել եմ, դու չգիտեմ, շամպուն եմ տարել ստեղով, ինչ ասես տարել եմ, էսի ասում կանգնի, ասում Արմեն, դե չգցես ուրիշ, կանգնի, մեկ էլ սիրներս աչքս բացեմ, տեսնեմ, տված արդեն գյանջա ենք հասնում, ասում եմ, այսուր եք տանում աղբերներ, կանգնի ասում եմ մեքենա, չէ ճիշտ են գնում, այդ աղա ջան ասում եմ կանգնի, հարցնեն գոնե, մեկ էլ կանգնեցինք, մեկ էլ մի հատ ադրբեջանցի, ասում է Բաքու եք գնում այդ կողմով, կանգ առեք, ուզում էր ասել քանի շուտ է, կանգ առեք, հետ դարեք, սխալ եք գնում, սենը շատ վտանգ է, հետո ինչ որ դու, գիտեք մենք ամեն ինչ է որ, գիտեք մենք շատ ժամանակ, թույլ տվեք ես ասեմ,
խափնվում ենք մեր փորձառություններով։ Ոտ ես շատ փորձառու եմ։ Հիշեք, շատ լավ է, որ դու լավ փորձառություն ունես, բայց այդ փորձառությունը երբեք ինձ իրավունք չի տալիս, որ ես գիտուն երևամ իմ աչքին։ Այս աղբերս է տնաշենը գոնե մխիթարի, ասում այդ տղա, բա պատկերացնում ես քո կնոջը պատանդ վերցնեն, կինը այդ քույրիկը մեր հետ էր, բա պատկերացնում ես ոնց կնոջս պատանդ վերցնեմ, ինքն էլ ոգևորվող եղբայրը, գիտենալու արդյունքը շատ իմ աչքին գիտուն երևալու այդ վիճակը շատ վտանգավոր է։ Ես պիտի կարողանամ սիրտ ունենամ, Տեր, գիտեմ, բայց դա վերջը չի, դու ավելի հեռուն ես տեսնում, Տեր Աստված, դու ավելի հեռուն ես տեսնում։ Այ կտեսնեք, որ սենց է լինելու, ինչ գիտես։ Գնանք առաջ, հաջորդը, ինչ որ ես տեսել եմ, երբ որ մարդիկ շատ ժամանակ իրենց հատուկ են կարծում։ Ոտ ճիշտ է, Հակոբ եղբայր, ինձ տենց չեն կարծում իմ մասին, տենց կարծիք չկա, բայց կարևոր չի։ Այսօր տեսեք, սիրելիներս, հոգեբանները, որի հիման վրա իրանք մեծ գումարներ են աշխատում, գիտեք ինչ են մարդկանց սովորացնում, դու քեզ միշտ պիտի հատուկ զգաս, որովհետև եթե դու հատուկ չզգաս, քո այդ ամբողջականության զգացողությունը կորցնես, դու քեզ ցածր մարդ ես միշտ զգալու, դու քեզ միշտ ու շատ-շատերը տարված են այդ ուսմունքներով։ Մենք շատ հավասարակշռված պիտի լինենք։ Մենք մեր մասին չափից ավել, Սուրբ Գիրքն այդպես սովորեցնում, չափից ավել մտածելը շատ վտանգավոր է, սիրելիներս։ Եվ դա ինքնախաբեություն է, ես 100% համոզմունք ունեմ։ Դա ինքնախաբեություն է։ Ես հատուկ մեկը չեմ կարող լինել։ Ես մանավանդ եկեղեցում դա շատ վատ արատ է եւ շատ վատ երևույթ է։ Թույլ տվեք ես կարդամ Գաղատացիների 6-րդ գլխի 3-րդ խոսքը եւ մենք միասին նայենք ինչ է գրված այս խոսքում։ Գաղատացիների 6:3-ը ասում է, որովհետեւ եթե մեկը համարում է թե մի բան է, բայց դուրս գալիս է շարունակությունը, բայց տենց չի էլի։ Կարող եք դուք ուրիշ ձև մեկնաբանել, բայց թույլ տվեք ես կողմի վրա էլ նայենք, բայց չէ, մի բան է, բայց չէ, էլի տենց չի։ Օրինակ դուք լսել եք մանավանդ քարոզներում է շատ այսօր էլ հնչում, ոչ մեկի կարծիքին ուշադրություն չդարձնեք, սիրելիներս կներեք, բայց ես այդ մտքին համաձայն չեմ։ Ոնց թե ոչ մեկի կարծիքին ուշադրություն չդարձնեմ, լուրջ, տենց ոնց կարա լինի։ Ասում է, եթե մեկը մտածում է, որ ինքը ինչ որ մի բան է եւ չէ, նա իր անձը խափում է։ Նա իր անձը խափում է։ Սա էլ է ինքնախաբեության ինչ որ մի տեսակ։ Ավելի լավ է, օրինակ իմ դուրը գալիս է Սողոմոնի կարգավիճակը, երբ որ Սաբայի թագուհին եկավ, հիշում եք, չէ՞ սիրելիներս ինչ ասեց, ասեց, լսի, այն ինչ որ ես քո մասին լսել էի, իմ տեսածը ավելի է, քան թե լսածը։ Իսկ հիմա դուք տեսել եք ամեն բան հակառակն է, սիրելիներս։ Հիմա այնպիսի բաներ կարող ենք լսել, ինչ որ մեկից, ինչ որ մի բանից, տպավորությունը այնքան մեծ, եւ մենք պիտի շատ զգուշ լինենք, չգայթակղվենք այդպես, եւ դա շատ թույլ, շատ տկար, մեղմ ասած, որ որևէ մեկին չվիրավորեմ, վիճակ է, մենք պիտի զգուշ լինենք, եթե ասում եմ մեկը, թույլ տվեք մեկ անգամ էլ այդ անուշ խոսքերը կարդանք, Գաղատացիների 6:3-ը, եթե մեկը համարում է, թե ինքը ինչ որ մի բան է։ Ես այս վերջերում լսեցի, որ ինչ որ մեկ իր ձեռքը դրել է իր վրա եւ համարել է իր եպիսկոպոս։ Ինքը իր վրա ձեռք էր դրել։ Ոտ դուք պատկերացրեք, հարազատներս մի քիչ տավտալոգիա է հնչում, բայց իրականում մենք հասել ենք այդ վիճակին եւ երբ որ ես այս թեման մեր եկեղեցում ուսումնասիրելուց հետո տորին ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք այս դարաշրջանը։ Ինքնախաբեությունը շատ վատ բան է։ Ես կարծում եմ ես էլ գիտեք, մեկն էլ տեսել էր, որ իրան չեն մկրտում ինչ-որ բաների պատճառով, գնացել էր ինքը իրան հոր որդու եւ Սուրբ Օկանով մկրտել էր ու դուրս էր եկել ջրից, լսած կլինեք այդ պատմությունը։ Կարծիքը իմ մասին։
Չեն առաջի դեպքի ինձ ավելի տպավորիչ չէ, որ ձեռքը դրել իրեն եպիսկոպոս էր հռչակել։ Սա ինքնախաբեություն է, այսինքն կա ինչ-որ մի զգացողություն, եւ մենք պիտի որպես քրիստոնյաներ, տեսեք, խոնարհության մեջ այդ էլեմենտը կա, որ մարդը իրեն չափից ավել մեկը չի զգում։ Եվ մենք ոչինչ չենք կորցնի, եթե մի բան էլ կա, չկարողացանք ցույց տալ, որ մենք այդպիսին ենք։ Ոչինչ որ չստացվեց, սիրելիներս, բան չենք կորցնում։ Նա ամեն բան գիտի։ Նա է խոնարհներին շնորհք տալիս բարձրացնում, բայց հպարտներին միշտ հակառակ է կանգնում։ Ինքնախաբեություն է, երբ մարդն ունի տարիների փորձառություն, անցել է Աստծո հետ հարաբերություն, ունեցել է Աստծո հետ հարաբերություն կներեք, բայց հիմա չունի այդ կապը ու անընդհատ խոսում է անցյալի լավ օրերից։ Եվ այդ շատ ժամանակ այդ երևույթը երևում է տարիներ անցած հոգևորների մեջ։ Երբ որ ժամանակին լավ ապրումներ են ունեցել, Տիրոջ հետ հանդիպում են ունեցել, երբ որ լավ փորձառություն են, Աստված իրանց մեջ, իրանց միջոցով հրաշալի գործ արել, բայց հիմա չկա դա։ Քույր եղբայրներ, իսկ միգուցե այս հարցի շուրջ որոշներս մտածենք։ Եվ շատ ժամանակ նկատել եմ, օրինակ ինձ մի օր մեկ եկավ ասեց Հակոբ եղբայր, ուր են այն զորությունները, ուր այն առաջի սերը եկեղեցուն որ կար, ուր այն միաբանություն, ես խոսում, հետո երբ որ խոսած ասեցի լավ, հələ փորձեմ մի հատ այս մարդու կյանքին նայեմ, հələ տեսնեմ որ ինքը տենց պահանջ ունի, ինքը ինչ որ լուրջ բաներ է նկատում։ Ես հասկացա, որ այս մարդը վաղուց իր կապը կորցրած ընդհանրապես Աստծո հետ։ Ոչ մի պտուղ, ոչ մի ազդեցիկ երկնային բան չկա, հասկանում ես, որ ինչ որ միտեղ կապը կտրված է։ Քույր եղբայրներ, եկեղեցում սեր կա։ Հակոբ եղբայր, որտեղից գիտես, դու մեր եկեղեցում եղել ես, որ գիտես։ Գիտեք ինչու եմ վստահ, որ եկեղեցում սեր կա, որովհետև Սուրբ Գիրքը պարզ, հստակ, առանց մի որևէ դժվար հասկանալու համար Սուրբ Գիրքն ասում է, Աստված սեր է։ Եվ ես վկա եմ, որ Աստված այս եկեղեցում է։ Աստված սեր է, եկեղեցում սեր կա, եկեղեցում զորություն կա, եկեղեցում բժշկություններ կան, եկեղեցում հրաշքներ կան։ Սիրելիներ, ես հավատում եմ, որ Աստված իր եկեղեցու մեջ հրաշքներ ունի։ Իհարկե, կան եկեղեցիներ, որոնք շատ համեստ են, այդքան ցուցադրական բաներ չունեն, այդքան շատ բան մի օր մեր մոտ ասենց մի փոքր զրույց գնաց, այս ինչ տեղը հրաշքներ են լինում։ Այն մարդ ասեցի, ելեմ, կարող է մեր մոտ իրոք հրաշքներ չի լինում, մենք ասենց հետամնաց ենք, չենք խոսում։ Հետո սկսեցի ժողովրդին հարց ու փորձ անել, տեսա, որ մեկ ամիս ու կես առաջ մի հատ աղջիկ ռակից էր բժշկվել։ Մեր եկեղեցում այդ աղջիկ արդեն ծառայում է, իսկապես բժշկական թղթերով, սիրելիներս, ոչինչ չեմ չափազանցնում։ Այս ինչ հրաշքն է կատարել։ Ես հասկացա, որ Աստված իհարկե մենք պիտի վկայենք։ Ես գիտեմ, որ պիտի վկայենք, բայց ես մեկ այլ ուրիշ բանի մասին եմ խոսում։ Կապը չպիտի կտրենք Աստծո հետ։ Լավ է, որ փորձառություն եմ ունեցել։ Լավ է, որ լավ ժամանակներ եմ ունեցել։ Մենք շատ ենք խոսում անցյալի արթնության մասին, ուսումնասիրում ենք արթնությունների մասին։ Քույրեր եղբայրներ, ես հավատում եմ այդ արթնություն անող Աստվածը իր եկեղեցու մեջ է, ինքն իր գործն անում է։ Ինչ է Հրազդանում արթնություն չկա, կա արթնություն։ Ինչ է Մոսկվայում արթնություն չկա, կա սիրելիներս, կա արթնություն, Աստված չի փոխվել, նա չի տկարացել, նա չի փոքրացել, նա իր ուժը չի կորցնել, նա նույնն է, երեկ, այսօր եւ հավիտյան։ Մենք այդպիսի Աստծո հետ գործ ունենք։ Ու ես ասեմ, սիրելիներս, գիտեք, ինձ օգնեք միգուցե հիշողությունս ինձ հիմա դավաճանի, Եզրասի թե Նեհեմիայի գրքի մեջ, երբ որ տաճարի կառուցման ժամանակը եկավ, եւ ասում է, այն սերունդը, որ չէր տեսել նախկին տաճարը, Եզրասներ, հա, կարծում եմ, Եզրասում էր, այն սերունդը, որ չէր տեսել այն տաճարը,
Սրանք տեսնելով դա ուրախանում էին, ցնծում էին, իրանց ուրախությանը չափ ու սահման չկար, բայց նրանք, ովքեր որ տեսել են նախկին տաճարը, իրենք գիտեին, տեղեկություն ունեին, ասում շատ տխրում էին, լաց էին լինում։ Ճիշտ է, հիմա սարկազմի չեմ վերածում, միգուցե այդ ապրումները շատ իրական էր, իրոք մարդիկ տեսել են, բան չեմ ասում, բայց Սուրբ Գիրքն ասում է, չէր ջոկվում, նրանք ուրախ էին, թե լաց են լինում։ Ես սա շատ կարևոր է, որ մենք կողմնորոշվենք սիրելիս, հիմա մենք լացում ենք, թե ուրախանում ենք։ Չէ, ուրախանալ էլ է պետք, լացել էլ է պետք, բայց ես այդ կողմնորոշվելու, եթե մենք հավատում ենք, որ Աստված չի փոխվել, ուրեմն մենք այսօր էլ կարող ենք ուրախանալ։ Մենք այսօր էլ կարող ենք ուրախանալ, օրհնյալ լինի այդ Աստծո անունը մեր կյանքի մեջ։ Հավատացողը կրկին կասի ամեն։ Ես որպեսզի սա հիմնեմ, Երեմիայի 8:8-ը միասին կարդանք, այստեղ իմ դուրը շատ է գալիս։ Երեմիայի 8:8 ասում է, դուք ինչպես եք ասում, թե մենք իմաստուններ ենք եւ թե Տիրոջ օրենքը մեզ մոտ է։ Հիրավի սուտացրել են դպիրների սուտ գրիչը։ Ես այստեղ մի բան եմ ուզում ասեմ։ Հարազատներից ես եկեղեցին միշտ տարբեր սերունդներ ունի իր մեջ։ Կա սերունդ, որ շատ բան է տեսել, կա սերունդ, որ նոր է եկել, կա սերունդ, որ արդեն որոշակի ճանապարհ անցել, բայց այն սերունդը, որ հին է, ինքը պատասխանատվություն ունի, ինչ է գրում նոր սերունդի առաջ։ Ինչ է գրում նոր սերունդի առաջ։ Մենք ինչ ենք փոխանցում նոր եկած սերունդին։ Ախպերս դու չես տեսել, գիտես ինչերա, ու այդ նոր սերունդը ասում է, բա հիմա ինչ է փոխվել։ Այդ նույն Աստծուն չենք պաշտում, այդ նույն Աստծուն ենք պաշտում։ Նա շարունակում է իր գործը, օրհնյալ լինի այդ Աստվածը։ Մենք սիրում ենք այդ Աստծուն։ Ամեն։ Հաջորդը ինքնախաբեությունը, երբ մարդն ասում է, կարևորը Աստծո հետ եմ, սա էլ պիտի ասեմ։ Եկեղեցին այդքան էլ կարևոր չի։ Կարևորը Աստծո հետ եմ։ Եվ գիտեք, հետաքրքիր հերթականություն կա այսօր, սկզբից Աստված, եկեղեցին, ու սենց ինչ-որ մի հատ հերթականությունը։ Գիտեք, շատ պարզ է Սուրբ Գիրքը խոսում, գիտեմ, որ դուք սրա մասին գիտեմ, սիրելիներս, բայց սա խնդիր է հիմա շատ տեղերում։ Կարևորը Աստված, ես իմ տունն էլ իմ Աստծուն կպաշտեմ։ Ինչա, գիտեք, ես հավատում եմ, որ այստեղ էլ կարող են լինել մարդիկ, որոնք եկեղեցին այլևս այդքան նշանակություն չեն տալիս։ Հիմա կարող են ուրիշ տեղից լավ բաներ լսել, ուրիշ տեղերից լավ բաներ վերցնել։ Կարևորը Աստվածը, ես իմ Աստծո հետ կապ ունեմ։ Հիմա եկեղեցին չէ, բան չեմ ասում։ Գիտեք, մի հատ տարօրինակ, մի հատ սարկազմ է եկեղեցու նկատմամբ։ Բայց ես հավատում եմ, որ նա չի դադարել իր եկեղեցին բարձր պահելու իր ձեռքերի մեջ։ Ես դրան հավատում եմ։ Գիտեք, երևի թե միակ խոստումը, որը վերաբերվում է ուղիղ եկեղեցուն, որը ցույց է տալիս, թե ինչպիսի իշխանություն ունի եկեղեցին դժոխքի վրա, դա հենց եկեղեցին է։ Անհատին այդպիսի իշխանություն չկա տրված, սիրելիներս։ Ես ուզում եմ դուք սա հիշեք, չկա հատուկ օծյալ, որը կարող է եկեղեցուց բարձր իշխանություն ունենալ։ Այդպիսի օծյալ չկա։ Այդպիսի օծություն էլ չկա, սիրելիներս։ Մենք նրանից օծություն ունենք, մենք բոլորս եկեղեցին նրանից օծություն ունի։ Եվ տեսեք, այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Հիսուսն ինքն ասեց, ես կկառուցեմ իմ եկեղեցին, որին դժոխքի դռները երբեք չի կարող հաղթել։ Դժոխքի դռները։ Գիտեք, եկեղեցին պարտված ժամանակաշրջան ունի, սիրելիներս։ Մենք կարող ենք պատմական գնահատականներ տալ, բայց նրա եկեղեցին երբեք չի պարտվել։ Նրա ժողովուրդը երբեք չի պարտվել, նրա մնացորդը երբեք չի պարտվել։ Նա ժողովուրդ ունի, նա իր հավաքած եկեղեցին ունի, եւ այդ եկեղեցին ոչ մի դարաշրջանում պարտություն չի կրել։ Որովհետև մեր շատ ժամանակ պատմական գնահատականները այս կամ այն շարժումների, այս կամ այն մարդկանց արած գործերի հիման վրա են գնահատականներ տալիս, բայց նա եկեղեցի ունի, օրհնյալ է նա եւ նրա եկեղեցին, եւ մենք մեր հոգեվոր կյանք առանց եկեղեցու իրավունք չունենք պատկերացնելու։
Եթե դու ինչ-որ մեկին գիտես այսօր, որ մտածում է ես Աստծո հետ լավ հարաբերությունների մեջ եմ, այս վերջերում մի հետաքրքիր բան եղավ, մի տեղ էի, դից իրանք հավատում են, որ եկեղեցի պիտի չգան, բայց Աստծո հետ կապ ունեն։ Հա հարցում եմ, ո՞նց եք։ Լավ եմ։ Ասում եմ, այ մարդ, գայթակղվում եմ, գիտեք, ոչ եկեղեցի եք գալիս, ոչ հոգևոր կյանք եք, բայց քանի գնում դուք լավ եք։ Կարող է դուք ավելի լավ ճշմարտություն գիտեք, քան ստեյդ։ Սարկազմ եմ անում իհարկե։ Ո՞նց սիրելիներս, մենք նրա տան տնկված ծառերն ենք։ Մենք ուրիշ տեղ պտուղ չենք կարող տալ հարազատներս։ Օրհնյալ լինի նրա անունը։ Առաջի Կորինթացիների 12:25-27-ում շատ լավ է ասում։ Առաջի Կորինթացիների 12:25 մինչև 27 համարները միասին եկեք նայենք, շատ լավն է, որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի, եկեղեցու մեջ տարաձայնություն չլինի, այլ որ անդամները իրար համար նույն հոգսն ունենան, շարունակությունը խնդրում եմ։ Եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են։ Եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամները փառավորում են, նրա հետ ուրախանում են, եւ 27-ը արդու Քրիստոսի մարմինն եք եւ մեկ-մեկ նրա անդամները։ Մեկ-մեկ նրա անդամները։ Անկեղծ մի բան պիտի ասեմ։ Այդ ինչպես է, որ երբ որ լավ եմ, մտածում եմ, որ եկեղեցին կարևոր չէ, ես Աստծո հետ կապ ունեմ, բայց հենց որ լավ չեմ, չգիտես ինչու դիմում եմ եկեղեցին, որ աղոթի։ Չգիտես ինչու դիմում եմ, որ հովիվը գա մեր տուն։ Չգիտես ինչու դիմում եմ, որ եկեղեցին ծոմ պահի, բայց չգիտես ինչու, երբ որ լավ եմ, կարևոր է Աստծո հետ լավ լինեմ։ Դուք տեսնում եք, չէ՞ սիրելիներս, այս հակասությունը։ Սա հակասությունը այդպես չպիտի լինի։ Եվ ես գիտեմ, որ մենք կարիք ունենք այս ճշմարտությունը ամուր պահելու։ Ինքնախաբեություն է, երբ մարդը լավ սա չասեմ, սա մի քիչ արդեն կօգնեցին ես, կարծես մի քիչ նման է, ես ուզում եմ հաջորդն ասեմ։ Ինքնախաբեության մեջ է, երբ որ մարդը անիրավություն է գործում, բայց հավատում է, որ երկինք է գնալու։ Ու դու տեսնում ես բացահայտ բան կա, բայց ինքը հավատում է, որ ինքը երկինք է գնալու։ Ասում ախպեր, ես քեզանից առաջ եմ ընտեղ լինելու։ Կներեք, ես ժողովրդական լեքսիկոնի համար։ Ես քեզանից առաջ եմ ընտեղ լինելու։ Ուզում ես ասես, բայց ո՞նց կարող է տենց լինել։ Էլի նույն առաջի Կորինթացիների 6:9-ում շատ լավ է ասում, եկեք միասին նայենք առաջի Կորինթացիների 6:9։ Ասում է, կամ թե չգիտեք, որ անիրավները Աստծո արքայությունը չեն մտնելու։ Դե չեն մտնելու էլի։ Հիմա եթե անիրավություն կա, ինչպես կարող է անիրավություն անողը երկինք մտնի, սիրելիներս։ Մենք ես լսեցի մի հետաքրքիր ուսմունքի մասնել, որ լավ որ շատ ուրիշ տեղեր չգնամ, մեր եկեղեցուց պատմեմ։ Մեկն ասեց, բայց Աստված այնքան բարի է, որ վերջում սատանային էլ է փրկելու, ես գիտեմ։ Գիտեք, այդ տարօրինակ այդ մոտեցումը մի օր էլ ինքը կապ աշխարհի, ես գիտեմ, այնքան բարի Աստված, Աստծո բարությունը, անիրավությունը իր մեջ թույլ չի տա, որ մտնի։ Դա կապ չունի, սիրելիներս, դրա համար մենք պիտի հստակ սրա վրա ուշադրություն դարձնենք։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է. ահով եւ դողով, ահով եւ դողով ձեր ինչը փրկությունը գործեցեք։ Ինքնախաբեությունը, երբ մարդը չար ընկերակցության մեջ է եւ իր բարի անունը որպես հավատացյալ, իր բարի վարքը որպես Աստծո մարդ, հավատում է, որ չի ապականվելու։ Քույրեր եղբայրներ, ես դեմ չեմ, մեկ-մեկ որ sense բան խոսում եմ մեր ժողովրդից, որոշները կան ասում են, հով ջան, ի՞նչ է, դու ուզում ես ասես, որ մենք անհավատների հետ պիտի չշփվենք, չէ։ Երբեք հարազատներս։ Բայց իմ ցանկությունը իմ քույր եղբայրների հետ հաղորդակցվելու ավելին պիտի լինի։ Այն ավելի բարձր պիտի լինի, որովհետև սիրելիներս անհնար է։ Գիտեք, ես
կներեք շատ միգուցե նորից շատ հասարակ է, շատ գիտենք եւ այլն, բայց ես չեմ տեսել, որ մի հատ առողջ խնձոր դնես փտած խնձորի տեղ, այդ փտած խնձորը առողջանա, չի ստացվում։ Դե չի լինում էլի։ Դե չի լինում։ Ինչ ուզում ես արա։ Ես հիշում եմ, էլի Մոսկվայում էր այդ դեպքը տեղի ունեցել, մի հայ եղբայր կար, շատ sense նախանձախնդիր էր խմողներին, մի խոսքով այդ վատ բարոյական կյանք ապրողներին ապաշխարության բերի եւ մի օր ասեց ես հայտնություն ունեմ ու իմացանք բաներ կլուր բեր բացել ու դրել էր խմիչք այդ այլ արդեն այդ եկեղեցու ծառայողն է հարցրել եղբայր ջան ես ինչ ես ասում ես գիտեմ հիմա ես դանում եմ իրանց հրավիրում եմ իմ մոտ որ իրանց ես ապաշխարություն կարծեմ որոշ ժամանակ հետո այդ տղեն արդեն համարյա գարյաճկայի մեջ էր ընկել ոտ գիտեք մենք չենք իհարկե միգուցե ծայրահեղ է օրինակը բայց ասածիս իմաստը սա է որ մենք երբեք պաշտպանված չենք երբ որ արդեն հատել ենք այն սահմանը որ իմ առօրյա կյանքը անընդհատ անհավատների հետ անընդհատ ինչ որ մի հատ տարօրինակ մթնոլորտների անընդհատ ինչ որ մի հատ տարօրինակ խոսակցությունների այդ դրա համար փառկասոն եկեղեցու տնային խմբակների համար առիթա որ մենք իրար հետ հաղորդակցելով լեցվենք Տիրոջ Սուրբ Հոգով սիրելիներս սա շատ կարևոր է եւ կներեք որ ձեզ այս հասարակ սկզբունքները եւս մի անգամ հիշեցնում եմ ու ճիշտ է որ եկեղեցին լավ խմբակներ ունի ես ձեզանից շատ լավ օրինակ եմ վերցնում իմիջիալոց մեր եկեղեցին էլ շատ խմբակների վրա շեշտ դնում կարևոր է մենք միասին հաղորդակցվելու կարիք ունենք եւ հիշեցնեմ շատ արագ ասում է չար ընկերակցությունը միշտ էլ ապականում է հավատացյալի բարի վարքը միշտ էլ ապականում է եւ կամած վերջացնելով ուզում եմ մի փոքր հիշենք Սամսոնի ինքնախաբեությունը ես հիշում եմ մի հետաքրքիր դեպք էր տեղի ունեցել խոսում էինք այդ անձնավորության հետ եւ հարցեր էլի բա ինչու տենց երկարեց այդ ամեն ինչը ասեց որովհետեւ ես զգում եի որ Աստված իմ հետ է ինքը ինձ միշտ օրհնում է բայց ինչ որ մի հատ տարօրինակ ճանապարհների մեջ էր մտել գիտեք այս երևույթը միշտ էլ դարեր շարունակ աշխատել է մարդկանց մեջ երբ որ մարդը Աստծո քաղցրությունը ճիշտ չի հասկանում Աստծո քաղցրությունը եղբայր ջան գիտես Աստված ինչքան հրաշքներ արել իմ կյանքի մեջ գիտես ու իրոք գիտես որ լսում ես դու հասկանում ես որ չէ իրոք դա երկնային բան է բայց դու ապաշխարության պտուղ չես տեսնում ինչ կա այդտեղ գիտեք ինչ կա սիրելիներս մարդ Աստծո քաղցրությունը ճիշտ չի հասկանում այնինչ Սուրբ Գիրքն ասում է նրա քաղցրությունը մեզ տանում է ապաշխարության Նրա քաղցրությունը, այո, նրա քաղցրությունը հրաշքներ կլինի, կբերի մեր կյանքի մեջ, հրաշքների պատճառ կլինի, բժշկության պատճառ կլինի, օրհնության պատճառ կլինի, ասեմ ձեզ, օծության պատճառ կլինի։ Ինչ վատ էր, Սամսոնը մեղքը գործում էր, արթնանում էր եւ թշնամուն հարվածում էր, թշնամու հախից գալիս էր եւ երկար ժամանակ մեղ գործելուց հետո Աստծո գործը երևում էր, Աստծո գործը երևում էր, Աստծո քաղցրությունը երևում էր, բայց այս անգամ այդպես չէր։ Ասում եմ, ներողություն, նա արթնացավ եւ առաջվա պես մտածում էր, որ Տերը նրա հետ է։ Մտածում էր, այստեղ ինքնախաբեության բան կա։ Եվ այդ ինքնախաբեությունը շատ վաղուց էր սկսել։ Դրա համար սիրելիներս ես ասում եմ, մենք շատ իրատես պիտի լինենք։ Մի վախենա քո նկատմամբ իրատես լինես, ճիշտ գնահատական տաս, մեկ էլ ինչ որ մեկին հարցնես, ասես կուզենամ քո կարծիքը լսեմ իմ մասին, դու կողքից տեսնում ես, որովհետև տարբեր կողմերից ամեն բան մեկ այլ ձև է երևում հարազատներս։ Դրա համար փառկասոն առաջնորդների համար, փառկասոն էլ մարդկանց համար, ովքեր մեկ կարելի է հարցնել, ո՞նց է իմ վիճակը, իմ հոգևոր վիճակը ո՞նց է։ Եվ լավ կլինի, որ այդ հարցը տաս։ Որովհետև այսօր շատ ծառայողներ խուսափում են, կաշկանդվում են, ասեն, լսի, ես ուր ես գնում, որովհետև անես պատասխան կտան։ Էլի հիշեցի Ռաֆայել աղբոր խոսքը, հաշկի տակ ֆինգալ կանեն, ու տակից դուր չես կարատած։ Ոնց ես, այո, կարիք ունեմ, որ իմ մասին լսեմ ես։ Ես կարիք ունեմ։
Եվ վերջինը ուզում եմ կարդամ Գաղատացիների 6-ից 7-8 համարները ու կանգնենք Տիրոջ առաջ աղոթելու սիրելիներս։ Ես այսօր խոսել եմ ինքնախաբեության մասին։ Քննենք մեր կյանքը, քանի որ սա սերտողության օր է, Աստծո խոսքի շուրջ խորելու, մտածելու, խորանալու, քննենք մեր անձերը։ Եվ իմ հաջողությունը դեռ չպիտի խոսի այն, որ ես սկսեմ ինքս ինձ խաբել, ես պիտի շատ ու շատ դիր լինեմ իմ անձի նկատմամբ։ Սուրբ Գիրքն ասում է. մի խաբվեք, Աստված չի ծաղրվի։ Եվ շարունակությունը, որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի։ Մենք մտածում ենք, որ ինչ որ մի բան արեցինք, հենց այդպես սողոսկելով անցավ գնաց, դա ժամանակի հարց է հարազատներս։ Միշտ էլ սերմածը իր պտուղը տալիս է, ասում է մեկ խաբվի։ Չէ, եթե ես մի բան եմ արելու, հասկանում եմ, որ չէ, իմ դուրը չեկավ, բայց դե հո ես պիտի չխոստովանեմ դա, հո ես դա կներեք, ես ոչ ռուսերեն, ոչ հայերեն բառի համար պրիզնատ չեմ գալու դա։ Դու մտածում ես Աստված չտեսավ, տեսավ հարազատս։ Էն էլ ոչ միայն տեսավ, Սուրբ Գիրքն ասում է մի խաբի քո անձը, Աստված չի ծաղր։ Այսինքն գիտեք դա ինչ է նշանակում, որ Աստված կծաղրվի, եթե սենց դե ինչ էլ անենք, մեկը կանցնի, կգնա, չի անցնի, չի գնա։ Ոչինչ չի անցնում։ Այս կյանքում ոչինչ չի անցնում, սիրելիներս։ Ամեն ինչ իր հետևանքը ունի։ Ինչ որ ցանի մարդ, այն էլ կհնձի։ Մի խաբվեք, ասում է։ Դրա համար չեմ ուզում էլ երկարացնեմ, ուզում եմ այսօր երեկոյին, երբ որ տուն գնանք, նա հարց տանք, Տեր Աստված, մատնացույց արա, կարող է ինչ որ մի բան կա, որի մեջ ես ինքս ինձ խաբելով գնում եմ առաջ։ Եկեք կանգնենք ոտքերի վրա։